Խաղաղություն ասո ընտրյալ ժողովուրդ, Աստված շատ օրնի ձեզ։ Ինչպես աղբերներս ասեցին, ցուրտ ձմեռային օր է, բայց շատ հետաքրքիր ու լավ օր է, որտեղ օրը ստեղծել է Աստված եւ եղանակն էլ չափով Աստված տալիս մանավանդ ձունը։ Տեղեր գա գիտեք, որ ձունը այնքան շատ է, շնորհակալություն, որ Աստված երկնքի օրհնությունը մեր մոտ չափով է տվել։ Աստված օրնի ձեզ։ Այսօրվա խոսքը կարդալու եմ Ծննդոց գրքից, բայց մինչև կարդալը կուզեմ կարդամ Սաղմոս 119-ի 133-րդ խոսքը։ Իմ ընթացքը հաստատիր քո խոսքի մեջ եւ անօրություն չի տիրի ինձ վրա։ Յուրաքանչյուրս, երբ որ Աստծո առաջնորդությամբ վերեսին ծնունդ ենք ունենում, մեր կյանքը մի ընթացքի մեջ է մտնում, նոր ընթացք, որը առաջնորդում է մեզ դեպի հավիտենական կյանքը։ Մանկապարտեզից սկսած մենք մեր կյանքը յուրաքանչյուր փուլի մեջ մանկապարտեզ կլինի, դպրոց կլինի, բանակ կլինի, ուսումնական հաստատություններ կլինի, հետո արդեն խորը կյանքի մեջ երբ որ մարդը մտնում է, ամբողջ ընթացքը մարդը իրան դրսևորելու հնարավորություն է ստանում։ Եվ Սաղմոս 119-131-ի մեջ հետևյալ խոսքերն ասում, Սաղմոս 2-ում, որ իմ ընթացքը հաստատիր քո խոսքի մեջ։ Ինչ ընթացքի մեջ որ հիմա դու կաս, փորձիր Սուրբ Հոգու օգնությամբ քո ընթացքը հաստատես Աստծո խոսքի մեջ։ Եվ ասում է անօրություն չի տիրի ինձ վրա։ Գիտեք որ մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ անօրությունը մագնիսի պես գալիս կպտում է մեզ։ Բայց Աստված ասում է՝ պահիր իմ ընթացքը, հաստատիր իմ ընթացքը քո խոսքի մեջ։ Շնորհակալություն ասում, որ կյանքի ամեն փուլի մեջ Աստված ինձ ու քեզ առաջնորդում է։ Ամեն։ Կյանքի ամեն փուլի մեջ անգամ երբ որ մենք չենք տեսնում, չենք գիտակցում, չենք զգում, բայց Աստված իր կամքը կատարում է իմ ու քո կյանքում, որտեղ Աստված խոստում է տվել իր որդու միջոցով, երբ որ համբարձում էր Հիսուսն ասավ. «Չվախենաք, ես ձեր հետ եմ մինչև աշխարհի վերջը»։ Գործք առաքելոց գրքի մեջ 20-րդ 20-24-ում առաքյալը հետևյալ խոսքերն ասում 20-24-ում. բայց ես իմ կյանքը ոչ մի բանով այդքան արժեքավոր չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ կատարեմ իմ ընթացքը եւ ծառայությունը, որ Տեր Հիսուսից ստանձնել եմ Աստծո շնորհի ավետարանը վկայելու համար։ Պողոս առաքյալը լինելով ընտրված ազնվորություն, հետևյալ խոսքերն ասում, որ ես իմ կյանքը ոչ մի բանով այդքան արժեքավոր չեմ համարում։ Ինչ ընթացքի մեջ ուզում ես եղի, մի գնահատական կա, որ քո կյանքը պետք է արժեքավոր ես, որ ուրախությամբ կատարես այն ընթացքը եւ ծառայությունը, որ Աստված քեզ վստահել է։ Այսինքն, մեր կյանքի ամեն փուլի մեջ մենք ունենք հնարավորություն մեր ընթացքի մեջ Աստծուն ծառայելու։ Հիմա ինչ ընթացքի մեջ ես, դու այդ ընթացքի մեջ ունես հնարավորություն Աստծուն ծառայելու։ Եվ այդ ներուժը Աստծուց քեզ տրված է։ Ուղղակի պիտի մնաս Աստծո խոսքի մեջ, Աստծո խոսքը մնա քո մեջ եւ չարիքը քեզ չի մոտենա։ Եվ դու կծառայես Աստծուն։ Պողոս առաքյալը հետևյալ խոսքերն ասում. իմ համար իմ կյանքը ոչ մի բանով չի արժեքարում, քան այն, որ ուրախությամբ կատարեմ։ Դու ուրախությամբ ես կատարում այն ընթացքը, որի մեջ որ կաս։ Ուրախությամբ ես գալի Աստծո տուն, ուրախությամբ ես գալի աղոթների, ուրախությամբ ես գնում տնային խմբակների, ուրախությամբ ես ավետարանում են խոսքը, որ քեզ վկայվել է։ Պողոս առաքյալն ասում է, որ Տեր Հիսուսից ստանձնել եմ Աստծո շնորհի ավետարանը վկայելու համար։ Այսինքն, անկախ դրանից ինչ ընթացքի մեջ ես, այո, ես գիտեմ, որ մանուկների շուրթերով Աստված վկայում է, ես շատ եմ դեպքեր եմ լսել։ Ես իզուր չի որ շեշտեցի, մանկապարտեզ, դպրոց, ուսումնական հաստատություն, բանակում առավել եւս, որ հնարավորություն ունես քո ընթացքը նենց կատարես, որպեսզի Տերոջը ծառայես ու Աստված փառավորվի։ Աստված այդ ներուժ ինձ ու քեզ տվել է, իր ներգործող զորությամբ ինքը միշտ մեր հետ է։ Ուզում եմ կարդամ Ծննդոց գրքի 19-րդ գլխի 17-րդ խոսքից։ Բոլոր գիտեք, սա այն հատվածն է, երբ որ Աստված որոշեց, որ Սոդոմ Գոմորի մեղքը, որ արդեն շատացել էր, աղաղակում էր Աստծո առաջ, որոշեց, որ կործանի Սոդոմն ու Գոմորը։ Գիտեք, որ միտեղ նշված է, որ Սոդոմ Գոմորի բնակիչների անտարբերությունն էր մեղքի նկատմամբ, որ Աստված որոշեց վերացնի, եւ երբ որ որոշեց վերացնի, հիշեց արդար հավատարիմ Հոբի Աբրահամին, որը իր ծառան էր, որին Աստված իր անկերն էր համարում, կիսվեց, ասա որ որոշել եմ որ վերացնեմ։ Աբրահամն էլ իմանալով սկսեց բարեխոսել, հիշում եք այդ պատմությունը։ Ասավ Տեր Աստված, եթե հնարավոր է, եթե կարելի է, եթե անգամ 50 հոգի արդար մարդ գտնվի, չկործանես։ Բարեխոսեց, երևի Աբրահամը մտածում էր, որ ահագին տարի ղովտը այդտեղ բնակվել է, կարող է տնային խմբակ սկսած լինի արդեն, այդ
4 հոգուց բացի որոշ մարդիկ կան եկած կլինեն խմբակի կամ ինչ որտեղ այս ընթացքը, որի մեջ Ղովտը եղել է, կարող է ուրախությամբ եւ Աստծո խոսքը տարածելու մեջ եղած կլիներ, իր միջոցով ինչ որ մարդիկ կապաշխարեն։ Որտեղ Աբրահամն էր, այնտեղ օրհնություն կար, բայց որտեղ Ղովտն էր, Ղովտը կարողացավ մենակ իր ընտանիքը փրկի այդ դաժանությունից։ Բարեխոսեց հիշում եք թիվը ինչքանի վրա իջավ 10 հոգի։ 10 հոգուց Աբրահամ Աստված ասավ, լավ, եթե անգամ 10 հոգի գտնվեն, ես կփրկեմ այդ քաղաքները, չեմ կործանի։ Եվ հիշում եք, երբ որ հրեշտակները եկան, Ղովտը նստած էր դարպասի դռների մոտ, կանչեց իրանց տուն, հյուրասիրեց, ինքը չգիտեր դեր ովքեր էին այդ հրեշտակները, որ իրանց փրկության պատճառը պետք է դառնան։ Հրեշտակները միտեղ ասում են, որ այդ հյուրերը կարող է քո աղջիկների փեսացուները կամ մարդիկ կան, ովքեր որ ուզում ես որ հանեն։ Անկամ իրանք հույս ունեն, որ կարող է Ղովտը իր ընթացքի մեջ իր ծառայությունը լավ արած կլինի եւ մենակ այդ 4 հոգին չեն փրկվի, այլ շատ մարդիկ կփրկվեն։ Բայց ցավոք սրտի չգտնվեց։ Հիշում եք պատմությունը, երբ որ նրանք ուզում էին դաժե հյուրերին հանեն, իրանց տնից Ղովտը դեմ կանգնեց, իր դոշը տվեց, ասա որ չէ, իմ հյուրերն են, ինձ արեք ինչ որ պետք է, բայց հրեշտակները գրածան ներս քաշեցին Ղովտին մարդկանց ձեռքից, որտեվ արդեն ձանձրացրել են եւ մեծից միջև ծերը կուրությամբ զարկեց, այնքան ասում են նրանք, որ այնքան խորն է իրանց կուրությունը, որ չեն կարողանում այդ Ղովտի դուռը գտնել, այնքան մանեկան օգնեցին։ Եվ գրված է 19-րդ գլխի 17-րդ համարից։ Եվ երբ նրանց դուրս հանեցին, նրանցից մեկը ասաց, ազատիր անձդ, ետ մի նայիր, ամբողջ դաշտում մի կանգնիր, փախի լեռը, որպեսզի չկորչես։ 3 բան, որի վրա կուզեմ շեշտ դնենք այսօր։ Հրեշտակները, որ եկել էին Ղովտին ազատելու Աբրահամի բարեխոսության արդյունքում, չկարողացավ Ղովտը իր ընթացքի մեջ ծառայի Աստծու եւ մարդկանց փրկության քանակը ավելացնի։ Փրկվեց ինքը, դաժե փեսացուները գրված է, որ երբ որ աղջիկները գնացին ասեցին կամ ինքը գնաց ասեց, փեսացուները մտածեցին Ղովտը կատակար է։ Միջև այդ երևի լուրջ չի վերաբերվել։ Անկամ փեսացուները չկարողացան փրկվեն։ Եվ երբ որ Ղովտը իր աղջիկները դուրս եկավ, Աստված հրահանգ ուներ հրեշտակների միջոցով, որ ետ մի նայիր, ամբողջ դաշտում մի կանգնիր, փախի լեռը, որպեսզի չկորչես։ Ես վերջերս երիտասարդականում սրա մասին խոսացի, 3 բան որ կուզեմ շեշտեմ եւ մենք այսօր այս падգամից վերցնենք։ Առաջինը, ետ մի նայիր։ Քո կյանքում ինչ ընթացքի մեջ կաս, կարող է սատանան փորձի քեզ քո հայացքը հետ նետի, որտես անցյալում ավելի լավ էր։ Ինչով է լավ, ինչ որ մեղքի աճույքներ ուզենա քեզ ցույց տա, բայց Աստծո խոսքը ասում է ետ մի նայիր։ Երկրորդը, կանգ մի առ։ Եվ եթե մեկ ինչ որտեղ փորձում է հոգեորապես կանգ առնի, դա կարելի ասել իր մականացուն ինքը արդեն կնքում է, որտեվ կյանքը ընթացք է, որը շարժում է դեպի առաջ։ Եվ եթե մեկը որոշեց, որ բավարար է իր անես վիճակը, ինքը արդեն կանգնելու է, ինքը սառելու է։ Եվ եկեք մի պատմություն կարդամ սրա վերաբերյալ։ Ուրեմն կապիտան Ջեյմս Քուք անունով մեկը, որ նավաստի էր, իր ջոկատի հետ որոշում է, որ ճանապարհորդություն կազմակերպի դեպի Հյուսային բևեռ ուսումնասիրելու։ Շվեդ գիտնական ինչ որ մի անունով նրանց ուղեկցում էր որպես բնագետ։ Խորը ձմեռ էր։ Երբ հետազոտողները շատ հեռու էին ճամբարից, հանկարծակի սառը քամի բարձրացավ, ուղեկցվելով ձյունով։ Այդ բնագետը հավաքեց բոլորին եւ ասաց. նմանատիպ արկածներ են պատահել ինձ հետ նաև հայրենիքում։ Լսեք իմ խորհուրդը։ Մեր կյանքը կախված է դրանից։ Մենք պետք է վերադառնանք ճամբար։ Մենք չպետք է մի պահ կանգ առնենք։ Հակառակ դեպքում մենք վտանգի տակ ենք, այդ վտանգն էլ քնելն է։ Մենք սարսափելի հոգնած կլինենք, բժիշկ, առարկեց սպաներից մեկը։ Իհարկե, պատասխանեց բժիշկը, բայց դա կփրկի մեզ մեր կյանքը։ Ես զգուշացնում եմ ձեզ, պարոն սպա, որ հենց որ տղամարդիկ սկսեն սառչել, նրանք խնդրեն հանգստանալու թույլտվություն։ Հիշեք, կանգ առնելու ցանկությունը այրան շրջանառությունը դադարեցնելու առաջին նշանն է։ Հենց մարդը այդ սրտի ժամանակ որոշեց կանգ առնել, իր այրան շրջանառությունը կանգ առնելու արդեն գիտեք վերջի ինչ է լինելու։ Կանգնեցնելը նշանակում է մահանալ։
Բոլորը առաջ շարժվեցին հաղթահարելով կանգ առնելու ցանկությունը, սակայն բոլորի զարմանքին բժիշկը ինքը ցանկություն հայտնեց կանգ առնելու։ Ընդամենը 5 րոպե հանգիստ ասաց նա, եւ մեր ուժերը կվերադառնան, բայց սպան հիշեց բժշկի խոսքերը եւ ասաց. «Առաջ, ոչ մի տեղ կանգ մի առեք»։ Երբ նրանք հասան ճամբար, բժիշկը շնորհակալություն հայտնեց սպային, ներողություն խնդրեց իր թուլության համար եւ ահա թե ինչպես է մեղքը մարդուն հանդարտեցնում։ Մեղքը սարսափելի հիվանդություն է, անբուժելի, մահացու հիվանդություն։ Այն հանդարտեցնում է խիղճը, ոչնչացնելով մարմինն ու հոգին։ Եվ բոլորս գիտենք, որ Հռոմեացիների 6-րդ գլուխ 23-րդ համարի մեջ հետևյալ խոսքերն է գրված, որ մեղքի վարձքը մահ է։ Այդ օրինակը հետևյալնի համար էր, որ երբ որ դու ընթացքի մեջ ես, կարող է քեզ ճանապարհի ընթացքում հանգստանալու ցանկություն գա քո մեջ։ Մի քիչ հանգստանամ, մի քիչ, բայց այս պատմության մեջ, երբ որ իրանք այդ ցուրտ տեղը փորձեն կանգնեն, անգամ 5 րոպե, իրանք այրան շրջանառությունը կդանդաղանար, իրանք սկսեն կամաց քնել։ Իսկ եթե քնեին, արդեն պարզա որ իրանք դեձև միջև իրանք կյանքի քնածել կմնային այդ վայրում։ Մեր հոգևոր ընթացքի մեջ էլ սատանան կարող է մեղքի պատճառով մեզ հանգստանալու ցանկություն բերի։ Մի քիչ հանգստացի, լա։ Այս Կիրակի պաշտամունք մի գնա, շատ ես գնացել։ Այս օր աղոթքի մի գնա, շատ ես գնացել։ Այս բարի լուրը մի տարածի, լավ, եկուս կտարածես։ Եվ երբ որ դու որոշում ես այդտեղ հանգստանալ, իմացի որ քո այդ հոգևոր շրջանառությունը սկսում է դանդաղանալ, որը բերելու է քեզ ոչ լավ տեղ։ Հրեշտակները Ղովտին եւ իր ընտանիքին հետևյալ խոսքերն ասեցին. «Ետ մի նայիր, կանգ մի առ եւ փախի լեռը, որպեսի ապրես»։ Երրորդ բանը, որի վրա կուզեմ շեշտ դնեմ, լեռը փախնելն է։ Այսինքն բոլորս գիտենք Աստծո խոսքից, որ լեռը խորհրդանշում է աղոթքի վայրը, որտեղ Հիսուսը բարձրանում է լեռը աղոթելու, որտեղ Մովսեսը Աստծո երեսներ փնտրում, Աբրահամը Աստծուն էր հանդիպում, բոլոր հերոսները լեռը խորհուրդ ունի Աստծո հետ մեկանալու տեղ, վայր, որտեղ որ կարող ես, բայց Ղովտը այդ էլ չուզեց, ասավ կարող է լեռը չհասցնեմ, դիմացի քաղաքը թող գնամ։ Եվ հետո պատմությունը գիտեք ինչ եղավ։ Չհամաձայնվեց Աստծո խոսքին, որ հետ չնայեց, ճիշտ է, հետ չնայեց ինքը, բայց իր կինը ետ նայեց։ Երևի իրանց տան չեխական սերվիզներ հիշել, մի պահ հայացքը հետ գցեց հետ, որտեղ նա ինչ է կատարվում, եւ ես չեմ եղել Իսրայելում, բայց ասում են այնտեղ Մերալ ծովի մոտ այդ արձանի սիլուետը կա, ինչ որ աղի արձանի պես, որ դա ասում է Ղովտի կնոջ արձանը, որ աղի արձան է դարձել։ Աստծո խոսքը իրական է, անկախ նրանից դու հավատում ես թե չէ, դու տեղ ես տալի քո կյանքում թե չէ, բայց ավելի լավ կլինի որ տեղ տաս քո կյանքում, որտեղ արդյունքը կտեսնես։ Եվ ես 3 բառեր նորից կուզեմ շեշտեմ եւ ավարտեմ։ Ետ մի նայիր, կանգ մի առ եւ փախի լեռը, որպեսի ապրես, որպեսի փրկվես։ Աստված շատ օրի ձեզ։ Եկեք կանգնենք ոտքի։ Շնորհակալություն հայտնենք Աստծուն միջև այս պահը մեր ընթացքի համար, որ մեզ առաջնորդել է, եւ խնդրենք, որ իր Սուրբ Հոգով մեզ առաջնորդի հետագա ընթացքի մեջ, որպեսզի խաղաղությամբ կատարենք այն ծառայությունը, որ ինձ ու քեզ վստահվել է, եւ կարողանանք Պողոսի պես ասենք. իմ կյանքը ավելի քան չեմ արժեքավորում, քան այն, որ ապրեմ, իմ ընթացքը ճիշտ ավարտեմ եւ ծառայությունը, որ Աստված ինձ վստահել է, իր շնորհքի ավետարանը վկայելու կարողանամ կատարեմ։ Շնորհակալություն քեզ, Հայր։ Շնորհակալություն միջև այս պահը մեզ առաջնորդելու եւ բերելու համար Տեր։ Այո, ինչպես Ամոս 2-ն ասում, մեր սիրտը եւս քեզ ասում է հետեւյալ խոսքերը Տեր, որ մեր ընթացքը քո խոսքի մեջ հաստատիր Տեր։ Մենք ուզում ենք ամեն ժամանակ քայլենք քո հետքերով Տեր։ Մեր շավիղները թող քո խոսքը լուսավորի Տեր։ Եվ մեր հայացքը միայն քեզ բարձրացրու Տեր։ Եվ ուզում ենք, ինչպես որ դու խորհուրդ տվեցիր Տեր, մենք էլ երբեք ու ոչ մի անգամ Տեր, ետ չնայենք Տեր։ Առաջ նայենք Տեր, կանգ չառնենք ոչ մի անգամ Տեր, ոչ մի պարագայում Տեր, թող ոչ մի մեղք, ոչ մի հեշտ պաշարող մեղք մեզ չդադարեցնի, մեզ չհանգստացնի եւ մեզ չկանգնեցնի Տեր։ Եվ ինչպես որ քո խորհուրդն է Սուրբ Հոգի ջան, լեռը փախնենք Տեր, որտեղից գալիս է մեր փրկությունը։ Շնորհակալ եմ Հայր, փառք պատիվ գոհություն քեզ Տեր։ Այ ժողովուրդը քոնն են Տեր, դու ես իրանց կանչել, դու ես իրանց սրբել Տեր, թող քո խոսքը հաստատվի յուրաքանչյուրիս կյանքի մեջ Տեր։ Շնորհակալություն քեզ Հայր, փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Ամեն։